Բոլորիդ սիրով ողջունում եմ ու հրավիրում ինձ մոտ։ Այսօր միասին կորեական աղցան ենք պատրաստելու։ Անպայման իմ տեսանյութերը դիտեք մինչև վերջ, քանի որ բաղադրատոմսից բացի կիսվում եմ նաև կարևոր դիտարկումներով։ Ամեն ինչ արդեն նախապատրաստեցի, բայց երևի հերթով գնանք։ Սկսենք գազարից։ Գազարն արդեն լվացել եմ, մաքրել եմ եւ պետք է քերեք։ Վստահ եմ բոլորդ գիտեք, տեսել, օգտագործել եք, մեզ հատուկ քերիչ է հարկավոր, որպեսզի բարակ ու երկար կտորներ ստացվեն։ Ես շատ եմ սիրում, եւ կտորները հնարավորինս երկարավուն են ստացվում, ավելի երկար։ Դա պարտադիր չէ, դա խնդիր չէ, դա էսթետիկայի հարց է։ Ինչպես կուզեք, ինչպես կստացվի։ Թերեցի, ավարտեցի, երևի թե սա այս գործի մեջ միակ չարչարանք, քիչ թե շատ չարչարանք պահանջող ընթացքն է։ Նույնիսկ ես կասեի, սրանից բացի գրեթե ոչինչ չի մնում անելու, միայն ճիշտ համեմել ու վերջ։ Այստեղ 1 կիլոգրամ 700 գրամ արդեն պատրաստի քերած գազար է։ Իհարկե ձեզ կփոխանցեմ որպես բաղադրատոմս 1 կիլոգրամի հաշվարկով եւ տեսանյութի ներքևում նույնպես մանրամասն գրված կլինի։ Ասեմ, որ ինչպես տարիներ առաջ ինձ փոխանցել են բոլոր մանրամասներով, ամեն ինչով մանրամասն գրված, ոչինչ երբևէ չեմ փոխել ու տարիներ շարունակ պատրաստել եմ հենց այս տարբերակով, քանի որ շատ հաջող բալանս է ստացվում համի, խաղցի, աղյության եւ նաեւ թթվայնության։ 1 կիլոգրամ գազարին ավելացնում ենք 1 թեյի գդալ աղ, առանց շատ մեծ բլրակի, տեսեք մի փոքր է, բարձր։ Չենք մոռանում, իմ դեպքում 1 կիլոգրամ 700 գրամ է։ Ավելացնում ենք նաև շաքարավազ, 1 ճաշի գդալ, նորից առանց մեծ բլրակի։ Հիմա պետք է սա մի լավ խառնենք, որպեսզի աղն ու շաքարը համաչափ տարածվեն, սա կօգնի, որ հետո հեշտ մարինացվի գազարը։ Այս մասին կմանրամասնեմ հիմա։ Ես դառնոց տրեցի, որ ձեռքերը գազարի գույն չդառնան։ Լավ կլինի վերցնեք հենց քաղցր, համեղ գազարը, որպեսզի ստանաք ոչ միայն համեմունքների ճիշտ բալանս ու համադրություն, այլ նաև հենց ինքը գազարը լինի համեղ։ Շատ ամբողջ ուժով իհարկե տրորել չարժի, դրա կարիքը չկա։ Մի փոքր աշխատելուց հետո, հատկապես եթե գազարը ճիշտ եք ընտրել, շատ շուտ կփափկի, տեսեք արդեն փափուկ է։ Ու եթե նկատեցիք, չգիտեմ երևում է թե չէ, բայց արդեն հյութը կաթում է։ Հիմա մի փոքր վերևից այսպես սեղմում ենք ու այս վիճակում կծածկեմ, այսինքն թողնում ենք այնքան, մինչև էլ ավելի նրբանա ու հյութը էլ ավելի շատանա։ Կարող է 1 ժամ պահանջվել կամ մի քանի ժամ։ Երկար թողնելուց վնաս չկա, կարևորը շատ քիչ չթողնեք։ Աղի հետ կապած մի փոքրիկ դիտարկում անեմ, քանի որ այս բաղադրատոմսը նախատեսված է եղել վաճառքի համար, որպեսզի գազարը վաճառե, դրա համար աղի քանակը հաշվարկված է ավելի նեյտրալ քանակով, այսինքն որպեսզի եւ աղի չլինի եւ անհամ չլինի, եւ որպեսզի բավականաչափ աղ լինի մարինացնելու եւ մնացած բոլոր համերը միավորելու համար։ Հետևաբար, քանի որ աղի քանակը նեյտրալ է, ստացվում է, որ դուք ինքներդ ձեզ համար պետք է որոշեք, դա բավարար է, թե պակասում է, եթե պակասում է, կարելի է մի փոքր ավելացնել։ Մնացած բոլոր բաղադրիչները բավարար են լինելու ճիշտ համադրություն կազմելու համար։ Միայն աղը պետք է վերահսկեք, կարծում եմ ինչպես մնացած բոլոր բաղադրատոմսերում։ 2 ժամ է մոտավորապես անցել ու այդ ընթացքում տեսեք որքան հյութ է կուտակվել։ Հիմա պետք է քամենք եւ ավելորդ հյութից ազատվենք։ Եթե հիմա այսքան հյութը թողնենք ու ավելացնենք համեմունքները, հյութը ավելի նոսրացնելու է համեմունքների ազդեցությունն ու մեր աղցանն այնքան էլ համեղ չի ստացվելու։ Դրա համար հանգիստ ազատվեք ավելորդ հեղուկից։ 1 կիլոգրամ գազարի համար մեզ 1 միջին սոխ է հարկավոր, մոտավորապես այսպիսի սոխ, եւ հարկավոր է միջին չափսի սխտոր։ Միջինից մի քիչ նույնիսկ փոքր, կարող եք եւ ավելի եւ պակաս, սա այն միջին օպտիմալ քանակն է։ Իսկ մնացածն ընթացքում կավելացնեմ ու կբացատրեմ։ Ես այստեղ մի քիչ սոխ ու սխտոր էլի ավելացրի, քանի որ ինչպես հիշում եք, գազարը 1 կիլոգրամ 700 գրամ է։ Գազարի մեջտեղում մի փոքր փոս ենք անում, ոչ շատ խորը, եւ հիմա ամեն ինչ, նաեւ սխտորը պետք է ավելացնենք այս փոսիկի մեջ։ Մեզ նաև համեմի սերմ է հարկավոր, ավելացնում ենք 2 թեյի գդալ, երկուսն էլ հավասար վերևով։
կարմիր կծու պղպեղ, ես ավելացնում եմ շատ քիչ, քանի որ շատ կծու է։ Նաև 2 լավ պտղունց կամ 1 թեյի գդալ կարմիր քաղցր պղպեղ։ Ավելացնում եմ նաև 1 պտղունց սև պղպեղ։ Մանրեցնում ենք սոխը։ Այստեղ 2 տարբերակ կա։ Եթե պատրաստվում եք բուսայուղի հետ միասին ավելացնել գազարին, այդ դեպքում մանր բարակ կտորների բաժանեք։ Իսկ եթե պիտի միայն սոխառած պատրաստեք ու բուսայուղն օգտագործեք, ապա կտրեք ինչպես կցանկանաք։ Սոխառածն ենք պատրաստում, որի համար թավան լավ տաքացնում ենք, հետո ավելացնում ենք բուսայուղը։ Բուսայուղը շատ չլցնեք, որպեսզի շատ յուղոտ չթվա։ Յուրաքանչյուր 1 կիլոգրամին մոտավորապես 3-ից 4 ճաշի գդալ բուսայուղ։ Հենց բուսայուղը լավ տաքանա, ավելացնում ենք սոխը եւ տապակում ենք մինչ բավականին մոկ ստացվի։ Ոսկեգույնից պետք է մի քիչ էլ մոկ լինի։ Հենց այսպես տաք վիճակով շատ արագ սոխառածը քամում ենք համեմունքների վրա, որպեսզի դրանց համերը բացվեն ու խառնվեն իրար։ Արդեն այնքան անուշ բույր ունի, չնայած որ դեռ լիարժեք պատրաստ չի, որ չեմ կարող դիմանալ գայթակղությանը, արդեն փորձեցի։ Կարելի ասել, մեր գազարը արդեն կիսապատրաստ վիճակում է։ Իսկ ինչու կիսապատրաստ, որովհետև մի որոշ ժամանակ է դեռ պետք է անցնի, որպեսզի այն մարինացվի։ Դրա համար 1 օրն էլ գրեթե բավական է, այսինքն հենց հաջորդ օրն էլ կարելի է մատուցել, բայց որպեսզի շատ ավելի համեղ լինի, լավ է մի քանի օր թողնել սառնարանում։ Ժողովուրդ, հենց հիմա հիշեցի, որ համեմունքների զգալի մասը ես ավելացրել եմ 1 կիլոգրամ գազարի հաշվարկով, մոռանալով, որ գազարը կիլոգրամից ավել է։ Հիմա կավելացնեմ այն ինչ պակաս եմ լցրել ու կշարունակենք այս նույն գործողությունից։ Ես նկարահանում էի ուշ գիշերով, հիմա արդեն վաղ առավոտ է եւ ըստ էության անցել է մի քանի ժամ ընդամենը։ Այս ընթացքում գազարը եղել է սառնարանում։ Ժողովուրդ, չեք պատկերացնի ինչ ախորժելի բույր ունի, սա ցավոք փոխանցել չեմ կարող, փորձեք ու կհամոզվեք։ Իսկ թե որքան հյութեղ է, կարող եք ինքներդ համոզվել։ Ձեզ կարևոր դիտարկում եմ բերել։ Տեսեք, երբ աղ ենք անում առաջին փուլում եւ թողնում ենք, որ գազարը հյութ արձակի, մենք սա անում ենք դրա համար, որպեսզի վերջում ավելորդ հեղուկ չկուտակվի, քանի որ ավելորդ հեղուկը իր մեջ պահելու է համեմունքների զգալի մասն ու գազարը կարող է անհամ ստացվել։ Դրանից խուսափելու համար աղ ենք անում եւ թողնում ենք, որ ավելորդ հեղուկն ինքն իրեն դուրս գա։ Եթե աղից հետո մոտ 1 ժամվա ընթացքում բավականաչափ հեղուկ է կուտակվել, նշանակում է գազարը բավականին հյութեղ է։ Այսինքն անհրաժեշտ է մի փոքր նաև սեղմել, ինչպես ես ցուցադրեցի, բայց եթե 1 ժամվա ընթացքում տեսնում եք, որ հատակին շատ քիչ հյութ է, նշանակում է գազարն արդեն իսկ այդքան էլ հյութեղ չէ, հետևաբար սեղմել եւ շատ տանջելու կարիք չկա։ Ուղղակի այդ դեպքում անհրաժեշտ է հատակին հավաքված հեղուկից ազատվել ու վերջ, քանի որ եթե սեղմեք եւ ներսում եղած հյութից ազատվեք, վերջում գազարը չոր կստացվի։ Այսքանով ավարտում ենք, սիրելիներս, կարող եք հարցերի դեպքում գրել ինձ, գիտեք, ինչպես միշտ ես կապի մեջ եմ ու սիրով պատասխանում եմ։ Քանի որ ես վաղուց էի խոստացել հենց դասական կորեական աղցանի տարբերակը, դրա համար էլ ոչինչ չեմ ավելացնի, բայց ասեմ, որ շատ հաճախ ավելացնում եմ նաև համեմ մատուցելիս, երբեմն մի փոքր բոված քունջութ եմ ավելացնում, էլի միայն մատուցելիս, ոչ ավելի շուտ, երբեմն նաև հավի կրծքամիս եմ ավելացնում, իսկ թե ինչպես հավի կրծքամիսը տապակել, որ շատ հյութեղ լինի, ուղղակի հյութը կաթում է ժողովուրդ, պատրաստում ենք միայն թավայի վրա ու շատ արագ, անպայման դիտեք տեսանյութն առանձին կայի մալիքում, իսկ իմ տղան շատ է սիրում սոյայի սոուս ավելացնել, մի խոսքով ընտրեք, որ տարբերակը կցանկանաք, դասականն արդեն ունեք։